Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, ով ի պաշտոն է նախագահում է նաև մայրօրենքի բարեփոխման խորհուրդը, այս խոստումը տվեց նախորդ տարեվերջին։ Արդեն այս տարի ժամկետն անորոշ դարձրեց, հայտարարելով, թե գուցե այն վերջնականացնեն մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Դրանք էլ ավարտվեցին, տարին կիսվեց, բայց մինչև այս պահը պարզ չէ սահմանադրության նոր տեքստի հետ կապված ինչ որոշումներ է ընդունել այն փոփոխող խումբը, եւ ի վերջո այս աշխատանքներն ուր են հասել։ Հապաղումը նրանում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերը ունեին առաջարկներ, եւ մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկենք եւ որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք մինչև ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել։ Հանդարտ պայմաններում ընտրությունների արդյունքներով սահմանադրության փոփոխության նախագիծը միայնակ առանց նոր խորհրդարան անցնող ընդդիմադիրների աջակցության հանրաքվեի դնելու հնարավորություն չունեցող ԿՊ-ն քննարկումները կշարունակի արդեն մինչև այս տարեվերջը։ Ժամկետը առաջարկների ներկայացման սպառվել է, կոնկրետ ժամկետներ հիմա չեմ ասի, նկատի ունեմ, բայց մինչև տարվա վերջ կհրապարակի։ Փորձագիտական համայնքում տարակուսած են, մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքի մասին հանրային իրազեկումը նույնիսկ բավարար մակարդակով չի իրականացվում։ Եթե 10 տարի առաջ գործող բարեփոխումների հանձնախումբը պարբերաբար իրականացված աշխատանքների եւ ընդունած որոշումների մասին տեղեկություններ էր հրապարակում, ապա այժմ մինչև այս պահը հայտնի չէ, թե ինչ բովանդակություն են մշակել։ Ինչ-որ չափով արդարադատության նախարարությունը իրենց հանդիպումների մասով սոսկ հանդիպումների խնդրում են նրան ուշադրություն դարձնել, բայց ոչ բովանդակային, մեզ որոշակի ինֆորմացիա տալիս է, բայց գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ։ Դեռևս անհայտ է նաև նոր սահմանադրության նախաբանում կպահպանվի արդյոք երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Հիշեցնեմ, Ադրբեջանի նախագահի կոկորդին հենց այս դրույթն է մնացել։ Բաքուն այն ներկայացնում է իբրև տարածքային հավակնություն, պահանջելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար հրաժարվել ձևակերպումից։ Ու թեպետ սահմանադրական բարեփոխումների հանձնախումբը դեռ չի հրապարակել այս թեմայով իր վերջնական որոշումը, մի շարք հստակ հայտարարություններ արդեն իսկ հնչել են թե իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավից, թե անձամբ հենց Նիկոլ Փաշինյանից։ Նա բազմիցս նշել է, որ իր կարծիքով նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումը պետք է չլինի։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սակայն սահմանադրագետների գնահատմամբ մայր օրենքում անկախության հռչակագրի հղումը չի վկայում որևէ կոնֆլիկտի մասին։ Մասնագետների համոզմամբ այն արտացոլում է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն ու արժեքային ուղղությունները։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից, քաղաքական եւ իրավական իմաստով։ Միաժամանակ, քանի դեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի հանրայնացրել իր դիրքորոշումն անկախության հռչակագրին վերաբերող դրույթի վերաբերյալ, մասնագետները մտահոգիչ են համարում իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։ Եթե նաեւ անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Մասնագետների սպասումն այժմ ոչ միայն նոր ձևակերպումների, այլև դրանց հիմքում դրված քաղաքական ու իրավական տրամաբանության մասին է, միայն թե մինչև վերջնական տեքստի հրապարակումը սահմանադրական բարեփոխումների շուրջ հարցերն առայժմ էապես ավելի շատ են, քան պատասխանները։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։